Բազմիցս լսել եք Սերմից սեղան արտահայտությունը, սա մի հայեցակարգ է, որը դրված է Երեմյան ընկերության հիմքում։ Առաջին հայացքից թվում է շատ պարզ ու թեթև գործընթաց, բայց այս փոքր արտահայտության հետևում ահռելի մեծ, պատասխանատու, չդադարող աշխատանք է։ Իսկ թե ինչպես է սկսվում ու ավարտվում այդ շղթան, պարզել են լրագրողները Երեմյան ֆերմա այցի ընթացքում։ Սերմից սեղան եզակի ճանապարհորդությունը սկսվում է բարձրակարգ սերմը բերրի հողի մեջ դնելուց։ Ճիշտ սնուցման եւ խնամքի արդյունքում այն վերածվում է սննդարար առվույտի եւ եգիպտացորենի։ Մենք գտնվում ենք հիմա ֆերմայինքից դաշտերում, որտեղ որ աճեցնում ենք մեր կերերը, գարու դաշտերն է, այս տարի փորձնական ոնց որ ցանքս ենք արել, որը որ լավ արդյունքներ ենք ակնկալում, եւ եգիպտացորենի դաշտերն են, որտեղ որ ամբողջությամբ կարողանալու ենք դրացնել մեր սիլոսի պաշարները։ Այս տարի մենք ցանել ենք 420 հեկտար եգիպտացորեն եւ 500 հեկտար աշնանացան գարի եւ ցորեն, որը որ ամբողջությամբ պետք է հերիքի մեր կենդանների գերի պաշարը։ Այս տարի համեմատաբար նախորդ տարիների ավելի բարենպաստ էր եւ կարողացանք հասցնել ամբողջ ցանքսը իրականացնել։ Հիմա սպասենք, որ փողի եղանակները արդեն բերքահավաք անենք սեպտեմբերին։ Ժամանակակից սիլոսացման տեխնոլոգիան օգտագործելով կանաչ անասնակերը փաթեթավորվում է, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ եւ թարմությամբ պահել մոտ 2 տարի։ Այսպիսով կենդանիներն ամբողջ տարին ստանում են բարձրորակ կեր նույն սննդային արժեքով, որի արդյունքում տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ։ Իսկ Եվրոպայից բերված տոհմային կովերը պահվում են խելացի ֆերմայում, որտեղ նրանք ստանում են ամենօրյա խնամք եւ ուշադրություն։ Մենք հիմա տավարաբուծական ֆերմայում ենք, այստեղ 3 մասնաշենքում է տեղակայված ընդհանուր կովերը եւ առանձին հորթանոսնահետևի հատվածում արդեն նորածին հորթերի հատվածը դոմիկների մեջ ու արդեն աճեցման փուլը։ Այդ ամբողջ process-ը իրականացվում է այստեղ, ընդհանուր 1500 գլուխ կով են եւ արդեն իրանց մատղաշը, հորթերը ու իրանց երինջները։ Ավտոմատ սկրեպերներն է, որոնք որ գոմաղբի հեռացումն են իրականացնում, վենտիլյացիան է, հովացման սիստեմն է, որը որ 10-8 աստիճանից երբ որ բարձրացավ ավտոմատ միանում է, որպես իրանց հով լինի, կերակրումն է, որը որ մեքենան, այսինքն մարդկային գործոն չկա, մեքենան է գալիս կերակրումը իրականացնում։ Ֆերմայում յուրաքանչյուր կենդանուն ցուցաբերվում է անհատական մոտեցում, հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները եւ ապահովում կենդանիների առողջությունը։ Հաջորդ կարևոր գործընթացը կիթն է, որն իրականացվում է ավտոմատացված։ Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Մենք միակ ընկերությունն ենք, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ։ Ինչ է նշանակում սա նշանակում է, որ մենք համապատասխանել ենք սննդի անվտանգության հատվածում ամենախստիվ եւ ամենակարևոր լուրջ ստանդարտին, որի շրջանակներում մենք ապահովում ենք բարձր որակի անարատ եւ 100% բնական կաթնամթերք։ Դա մեկ անգամյա տրվող սերտիֆիկատ չի, ամեն տարի տեղի է ունենում աուդիտ եւ մենք համապատասխանում ենք այդ որակական չափանիշներին եւ ըստ էության ապահովում ենք մեր բարձր որակի կաթի արտադրությունը։ Երեմյան կաթնամթերք ընկերությունը միակ ընկերությունն է Հայաստանում, որ ունի մանկական կաթի վկայական, սա նշանակում է, որ մեր կաթնամթերքը ապահով է եւ անգամ ցուցված է 3 տարեկանից բարձր նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների համար։ Ֆերմայից ստացված թարմ կաթը առաջինը գնում է գործարանային լաբորատորիա, որտեղ անցնում է կարևոր փուլեր՝ ֆիզիկա-քիմիական, մանրէաբանական եւ օրգանոլեկտիկ հետազոտություններ։ Պատրաստի արտադրանքը եւս անցնում է մի շարք լաբորատորիա փորձագիտական կարևոր հետազոտություններ։ Վերջնական ստուգումներից հետո էկոլոգիապես մաքուր, անվտանգ եւ վերամշակվող ապակյա տարաներով կաթնամթերքը հատուկ բեռնատարներով, որոնցում պահպանվում է կատարյալ ջերմաստիճան, տեղափոխվում է Երևանի սուպերմարկետներ եւ ընկերության ֆիրմային խանութներ։ Գայանե Գաբոյան, Armenpress։